Ողջույն, առաջին ալիքի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ և բնականաբար մենք խոսելու ենք առողջության մասին։ Այսօրվա հաղորդման թեման, գլխավոր թեման լինելու է մի շատ անտեսանելի, բայց վտանգավոր թշնամի առողջության համար։ Անտեսանելի, որովհետև երբեք այն չեք կարող բռնել, չափել, բայց այնուամենայնիվ կա։ Մենք խոսելու ենք դեպրեսիայի մասին, ինչ է իրենց ներկայացնում, ինչպես ախտորոշել, ինչպես հաղթահարել։ Ամեն ինչ դեպրեսիայի մասին այսօրվա հաղորդման ընթացքում, բայց սկսում ենք իհարկե ինչպես միշտ տեսանյութից։ Տեսանյութ, հետո արդեն հյուր։ Եթե իմ զգացմունքները հավասարապես բաժանեն երկրագնդի բնակչությանը, մոլորակում ոչ մի ուրախ մարդ չի մնա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի այս բառերը ցիտում են ոչ միայն պատմաբանները, այլև կլինիկական հոգեբանները։ Լինքոլնի պատմությունը փոխեց աշխարհի պատկերացումը դեպրեսիայի մասին։ Եթե մինչ այդ նման հոգեվիճակն ընդունված էր համարել նրբազգացության կամ թուլության հետևանք, ապա ազդեցիկ նախագահի կերպարն ապացուցեց՝ դեպրեսիան հիվանդություն է, որը չի խնայում նույնիսկ ամենաուժեղներին։ Դեպրեսիա, լատիներենից թարգմանաբար ընկճվածություն։ Հիվանդության թիրախում հիմնականում զարգացած երկրների ու մեծ քաղաքների բնակիչներն են։ Ընդ որում դեպրեսիա ունեցող կանայք թվով կրկնակի գերազանցում են հակառակ սեռին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, դեպրեսիան անաշխատունակության համար 1 պատճառն է աշխարհում։ Երկարատև եւ ծանր դեպրեսիան կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, որոնք արտահայտվում են ոչ միայն տրամադրության տատանումների, այլև ֆիզիկական ցավի, քրոնիկ բորբոքումների եւ անգամ ուղեղի կառուցվածքային փոփոխությունների տեսքով։ Ամեն տարի այս հիվանդությունը դառնում է ավելի քան 700,000 ինքնասպանության պատճառ։ Այդուամենայնիվ այս խնդիրն ունեցողների 75%-ը բուժում չի ստանում, վախենալով խարանից։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ հյուրն է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։ Ողջույն, պարոն Սողոյան։ Իդեպ որպես գաղտնիք ասեմ, որ շատ տարիներ առաջ, չեմ ասի որ թվականին, բայց պարոն Սողոյանը եղել է իմ հոգեբանության դասախոսը։ Թե ինչ ազդեցություն է ունեցել, հենց այսպես ստացվեց։ Գնանք զրուցենք դեպրեսիայի մասին։ Փորձենք հասկանալ։ Նախ առաջին հարցս, եթե մենք բացում ենք այսպես միջազգային գրականությունը, ապա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ աշխարհում ավելի քան 230 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով։ Կարող եք մոտավորապես թիվ ասել Հայաստանի համար։ Ձեր կարծիքով։ Հայաստանի համար կարող ենք ասել, որ մոտավորապես 5-ից 40%-ի մոտ առկա է միջինից թեթև աստիճանի դեպրեսիա, այսինքն թեթև աստիճանի դեպրեսիաները կարող են լինել մինչև 40%-ի մոտ, իսկ միջին աստիճանը կարող է մինչև 5%-ի մոտ լինել։ Ծանրը մի քիչ ավելի քիչերի մոտ։ Դա մեր հետազոտության արդյունքներն են, որը իրականացվել է 20-ից 22 թվականներին։ Հսկայական թիվ է։ Այո։ Այսինքն ամեն երկրորդը ունի դեպրեսիա։ Այո, բայց կրկնում եմ, դա թեթև դեպրեսիայի մասին է խոսքը։ Ոնց կարող են գնահատել։ Հիմա օրինակ կարող եք ասել դեպրեսիա ունի, թե չէ, աչքերի մեջ նայեք, շատ խորիմաստ աչքեր ունի։ Եթե կարողանայինք միայն աչքերի մեջ նայելով ախտորոշել, ապա շատ կհեշտանար եւ մեր վիճակը եւ մարդկանց վիճակը։ Պետք է կարողանալ որոշակի զրույց իրականացնել, հասկանալ մարդուն եւ հետո նոր ախտորոշել, որովհետեւ դուք էլ նշեցիք, որ շատ դեպքերում այն անտեսանելի է։ Իհարկե փորձառու աչքը կարող է դեմքին նայելով էլ արդեն ենթադրություն ունենալ, բայց ի տարբերություն ոչ մասնագետների մենք իրավունք չունենք խոսել մի բանի մասին, որը չի ապացուցվում։ Դեմքի արտահայտությունը ձեզ ոչինչ չի հուշում։ Դեմքի արտահայտությունը հուշում է, երբ որ աչքերը մի քիչ ավելի կախված են, դեմքը մթնած է, ճակատին որոշակի ձևավորման կնճիռներ կարող են լինել։ Կարող են շարժումները դանդաղ, այո, դրա համար ասում ենք միայն դեմքին նայելով չի կարելի մարդուն ախտորոշել։ Տխրության ու դեպրեսիայի սահմանը, ուրեմն տխրությունը սովորական բնական վիճակ է, այսօր ուղղակի շատերը դեպրեսիա արտահայտությունը կենցաղային մակարդակում նույնացնում են սովորական տխրության հետ, ինչը բնականաբար գիտական բժշկական խոսակցություն չէ, որpիսի մենք կարողանանք ասել, որ այդ տխրությունը արդեն դեպրեսիա է,
պետք է որպեսզի տխրությունը պատճառ չունենա, լինի անհիմն տխրություն, անհիմն տրամադրության անկում, որը պետք է տևի գոնե 2 շաբաթ եւ ավել։ Մենք հիմա հուշում ենք մեր հեռուստադիտողին ոնց հասկանա, որ ինքը ունի դեպրեսիա։ Առանց պատճառի տրամադրության անկում, որը տևում է 2 շաբաթ եւ ավել։ 2 շաբաթ եւ ավել։ Այո, բայց միայն տրամադրության անկումը դեռևս բավարար չի, որպեսզի մենք համարենք, որ դա դեպրեսիա է, բայց պետք է բավարար լինի, որ մարդը դիմի մասնագետի, որովհետեւ բոլորս կարող ենք տխրել ինչ-ինչ պատճառներից, կարող ենք բոլորս առանց պատճառել որոշակի տխրության վիճակներ ունենալ, բայց եթե դա տևում է 2 եւ ավելի շաբաթ, սա արդեն կոնկրետ ահազանգ է, որ պետք է դիմել մասնագետի։ Հայ չանենք, հիմա տխուր եմ։ Տրամադրություն չունեմ, պատճառ էլ չկա, առանձնապես պատճառ չկա, բայց արթնանում եմ։ Ինչի, չգիտեմ, աշխարհը ինչի, կյանքս այն չի, դժգոհ եմ, բոլորից դժգոհ եմ, աշխատանքից դժգոհ եմ, չգիտեմ, երեխաներիցս դժգոհ եմ, կնոջից կամ ամուսնուց դժգոհ եմ, առանձնապես պատճառ չկա։ Դե հիմա ինքն էլ այդպես դժգոհ մարդ է։ Եթե դժգոհ է ընդամենը, դա իր բնավորությունն է, բայց ֆունկցիոնալությունը պահպանված է, այսինքն ինքը աշխատում է նույն արդյունավետությամբ, մարդկանց հետ հարաբերություններում սոցիալական կապերը իր կարողանում է պահպանել, ապա այստեղ մենք չենք կարող ասել, որ իր մոտ դեպրեսիա է։ Բացի դա, այսինքն դեպրեսիան նշանակում է նաև, որ պետք է մենք տեսնենք կոնկրետ արդյունք վատ իմաստով։ տրամադրության անհիմն անկում, հոգեշարժական դանդաղում եւ մտածողության դանդաղում։ Այսինքն, եթե այս 3-ը կան մարդու մոտ, արդեն դա վկայում է, որ իր մոտ հավանականությունը մեծ է, որ լինի դեպրեսիա։ Հիշեք այս 3 կետերը ու փորձեք հասկանալ, ունեք թե չէ։ Բայց հիմա փոխվել է։ Այո, հիմա ավելի առաջ է ընկել հաճույքի զգացողության կորուստը, սա էլ նշեցինք, լատիներեն ասած անգեդոնիան, ինչ է նշանակում սա։ Մեզանից յուրաքանչյուրը կյանքից ինչ-որ հաճույք է ստանում, ուրախանում է, տեսնում է երեխաներին, գործ է անում, համեղ բան է ուտում, լավ լուր է լսում, դրանից ինքը կարողանում է ուրախանալ եւ հաճույք ստանալ։ Անկամ մարդը, ով որ շարժասայլակ է օգտագործում, ստորին վերջույթները չեն աշխատում։ Թվում է, թե նա դժբախտ մարդ պետք է լինի, բայց պետք է դեպրեսիայի մեջ լինի։ Հա, բայց իրականում նա միշտ կարող է չլինել դեպրեսիայի մեջ, կյանքից հաճույք ստանալ, վայելել իր կյանքը, իր ընտանիքը, աշխատել, ռեալիզացնել իրեն։ Այն մարդը, ով ունի անգամ ծանր աստիճանի դիաբետ, կարող է էլի կյանքից հաճույք ստանալ, որտեղ ունի ընտանիք, տեսնում է ընտանիքը ինչպես է իրեն օգնում, խնամում եւ այլն։ Բայց այդ դեպրեսիայի դեպքում որևէ ֆիզիկական երևացող խնդիր չկա, բայց մարդուն ոչինչը հաճույք չի պատճառում։ Կյանքը անիմաստ է, ընդհանուր մինչև ապրելն է անիմաստ։ Արևը ծագում է, հետո ինչ ամեն օր էլ ծագում է։ Ինձ ինչ։ Երեխաները առողջ են, հետո ինչ առողջ են, ում ապետ։ Մեկը հիվանդանալու են, ի վերջո բոլորն էլ մահանալու են։ Ինչ որ լավ բան է եղել, բայց մեկը ավարտվելու է։ Այսինչը գալիս է քեզ տեսության, բայց մեկը գնալու է։ Այսինքն ցանկացած երևույթը ի վերջո ավարտվում է վատ բանով, կյանքը կորցնում է իր իմաստը եւ այլևս նա չի կարողանում որևէ դրական բան մտածել, ամբողջությամբ գտնվում է վատ մտքերի, վատ հույզերի ազդեցության տակ, որոնք հիմնականում անցյալից են գալի, որովհետև բազմաթիվ սխալներ է արել, այսինչ բանը այնպես չի արել, այնինչը այսպես չի արել, եւ հիմա քաղում է դրա դառը պտուղները։ Ձեր հետազոտությունը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 5-ից 40%-ը այս կամ այն չափով այս իրավիճակում։ Այս իրավիճակը ես նկարագրում եմ մի քիչ խտացված, թե դեպրեսիայի դեպքում այդ ամենը այդքան էլ ակնհայտ չի։ Բայց ամեն դեպքում կա։ Ամեն դեպքում կա։ Տրամադրությունդ էլի լավ չի։ Լավ։ Հիմա փորձենք հասկանալ, օրինակ, եթե դու դեպրեսիայի մեջ ես, արդյոք կարիք ունես բժշկին դիմելու, թե կարելի է ինչ-որ մի լավ տեղ գնալ հանգստանալու, մի լավ բան, հետաքրքիր մի բան գնել ու դրանից ուրախանալ։ Կառաջարկեմ անգամ մեր հանդիսատեսին քվեարկել, արդյոք կարծում եք, որ առանց բժշկական օգնության կարելի է հաղթահարել դեպրեսիան, թե պարտադիր։ Դուք չպատասխանեք, դա վերջում, իսկ մենք ունենք ծրարներ, ես ձեզ կառաջարկեմ, ես բացեմ, թե դուք բացեք։ Նամակներ դեպրեսիայից։ Այո։ Եվ այսպես, առաջին ծրար եւ փորձենք հասկանալ։
ապաթիա։ Այո։ Ինչ է իրենց ներկայացնում ապաթիան։ Դա նշաններից է օրինակ ձեր կարծիքով դեպրեսիայի։ Ապաթիան դա հույզերի բացակայությունն է։ Եթե մենք բառացի թարգման, մենք ապաթիան մի քիչ ծանր բան է բժշկական տեսանկյունից, անտարբերություն, այսպես ասենք։ Կարող ենք անտարբերություն էլ ասել, բայց ավելի շատ որևէ բան իրեն չի հուզում, չի ուրախացնում, չի տխրեցնում, բացարձակ գոյություն չունի։ Ապաթիան, այո, ծանր աստիճանի անտարբերությունն է, ոչ թե սովորական անտարբերություն, կարող եք մի որևէ երևույթի նկատմամբ անտարբեր, այլ ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ։ Լավ։ Մտածեցինք, փորձեցինք գնահատել, արդյոք կա ձեզ մոտ այդ անտարբերությունը։ Անհանգստություն։ Այո։ Անհանգստություն, որովհետև ամեն ինչ շատ վատ է լինելու եւ պարզը դա չի կարող մարդուն չանհանգստացնել։ Չէ՞ որ ի վերջո ամեն ինչ կործանվում է, ոչ մի լավ բան չի սպասվում։ Բայց մի քիչ առաջ իր մոտ անտարբերություն էր, կործանվում է, թող կործանվի։ Մինչև անտարբերության հասնելը սկզբից անհանգստությունն է լինում։ Սկզբից գալիս է անհանգստությունը։ Սկզբից լինում է անորոշ տագնապի զգացողություն, անհանգստություն, որը նախանշան կարող է լինել, կարող է իհարկե չլինել։ Նույն դեպրեսիայի դեպքում մենք խոսում ենք դասականի մասին, կա աժիտացված դեպրեսիա, որի դեպքում մենք ասում ենք, որ շարժումները դանդաղած էին, հավես չուներ ոչ մի բանի, այս դեպքում էներգիան շատացել է, ինքը շտապում է փրկել դեպի կործանում գնացող մարդկանց, ընդհուպ մինչև նրանց վնասելով, որպեսզի հետագայում չտանջվեն, ցավոք սրտի։ Ինքնավստահության պակաս։ Այո, ինքնավստահության ես կասեի բացակայություն, ոչ թե պակաս, որովհետև ինչ ինքնավստահության մասին կարող է լինել խոսք, եթե ինքը մեղավոր է, եթե ինքը բազմաթիվ սխալներ է արել, եթե ինքը ի վիճակի չի ոչինչ անելու։ Եվ ընդհանրապես ինչ էլ անի, մեկը ամեն ինչ վատ է լինելու։ Ոչ մի հնարավոր չի ուղղել, եթե դուք կարծում եք, ապա եթե դուք ունեք նման երևույթներ, ապա դուք ամենայն հավանականությամբ ունեք դեպրեսիա, հոգնածություն, էներգիայի արտահայտված պակաս, այդտեղից բխող բոլոր հետևանքներով, ընդ որում, եթե ուզում է պարկի, քնի, այո, եթե ուշադրություն ենք դարձնում, սրանք բոլորը իրարով փոխպայմանավորվում են։ Անհանգստության դեպքում անդադ լարված մտածում է ներքին, որը որևէ գործողությունների չի վերածվում, բնականաբար կհոգնի, կդառնա անտարբեր, հույզերը կիշնեն։ Մոտիվացիայի բացակայություն։ Մոտիվացված է այն մարդը, ով ունի նպատակներ, ով ունի ապագայի հույս։ Իսկ այն մարդը, ով ոչինչ չունի ապագայում, գտնվում է միայն անցյալի սխալների ազդեցության տակ, ինչ մոտիվացիայի մասին կարող է խոսքը լինել։ Լավ ստացվեց։ Ցավոք։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ էր կարծում մեր հանդիսատեսը, արդյոք կարելի է առանց բժշկական օգնության հաղթահարել դեպրեսիան, եւ մեր տվյալները հետեւյալն են։ 33% կարծում է այո, 67% կարծում է ոչ։ Շնորհակալություն, շատ գրագետ լսարան է, այսինքն 67% գիտի, որ դեպրեսիան դա հիվանդություն է, եւ հիվանդությունը չի կարող ինքնուրույն անցնել։ Անկախ նրանից մարդը ուժեղ է, թույլ է, ինքնավստահ է, ինչ հաջողություններ է իր կյանքում գրանցել, ինչպես է շախմատ խաղում կամ կամպյուտերից ինչքան է հասկանում։ Այսինքն դեպրեսիան, ինչպես եւ ցանկացած հիվանդություն, կարիք ունի մասնագիտական մոտեցման եւ ենթակա է բուժման կամ աշխատանքի իր հետ։ Միշտ կարող ենք դիմել բժշկի եւ վստահ որ այդ դեպրեսիան ամբողջությամբ կանցնի, թե կա ինչ-որ մոտավոր տոկոս, այսինքն կարող ենք ասենք 5% դեպքերում կարող ենք բուժել, 95%-ը չի բուժվի, մոտավոր։ Եթե ստանդարտ բուժումից ենք խոսում, 60-ից 70% արդյունավետություն մենք ունենք։ Վատ չի։ Եթե ոչ ստանդարտ է, այսինքն թիմային մոտեցում է, հոգեբանը, հոգեբույժը համատեղ աշխատում են, եթե ներգրավում է նաև ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, եթե գումարվում է նաև սոցիալական աշխատավարձը բարձրացնում է։ Անկամ աշխատավարձի բարձրացումը չի օգնի, որտեղ մեկը էլի այդ գումարը ծախսվելու է, հետո ինչ ընդհանրապես ասենք թե 10%-ով բարձրացավ կամ 50-ով կամ 100-ով, 1000-ով չբարձրացավ, անգամ եթե 1000-ով էլ բարձրանալ, մեկը դրանից բան չի փոխվում, որովհետև ամեն ինչ անիմաստ է այս աշխարհում։
Սա է դեպրեսիվ։ Ամեն դեպքում, եթե բոլորով իրար հետ ենք աշխատում, արդյունավետությունը կարող է հասնել։ Արդյունավետությունը մենք հասցնում ենք մինչև 70-80%-ի կարող ենք հասցնել, որովհետև գոյություն ունեն երկարատև չբուժված խնդիրներ, որոնց բուժումը շատ ավելի դժվար է։ Գոյություն ունի դեպրեսիայի ռեզիստենտ ձևը, որը շատ դժվար է բուժման ենթարկվում եւ այս դեպքում արդեն դեղորայքային բուժումից մենք արդեն անցնում ենք որոշակի տեխնիկական միջոցների կիրառմանը, ցնցումների առաջացում համապատասխան ձևի։ Դուք ամենասկզբում ասացիք, որ դեմքի արտահայտությունից դուք չեք կարող միայն գնահատել, որ մարդը ունի դեպրեսիա։ Այո, դեմքի արտահայտությունից կարող ենք գնահատել, որ տխուր է, բայց այդ տխրությունը իսկ եթե դեպրեսիայով հիվանդը անցնում է բուժման կուրս ու հետո գալիս է մտնում է ձեզ մոտ, դեմքի արտահայտությունից դուք կարող եք գլխի ընկնել, որ իր մոտ արդեն ամեն ինչ լավ է։ Դեմքի արտահայտությունը մեզ ամենամեծ երջանկություն պարգևողներից է լինում, երբ որ տեսնում ենք մեր համատեղ աշխատանքի արդյունքը։ Ժպտա։ Եղիր առողջն է մեր եթերում, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք դեպրեսիայի մասին, շատ-շատերը կարծում եմ հենց հիմա հասկացան, որ իրենք տառապում են այս հիվանդության, իսկ հիվանդություն է, եւ կարծում եմ բոլորը իմացան, որ դեպրեսիան ինքնուրույն հաղթահարելու կարիք չկա, ընդհանրապես պետք է դիմել մասնագետին։ Հնարավորություն չկա։ Ինչքան մնա, այնքան ավելի խորանալու է, այնքան ավելի բարդանալու է, իսկ այսպես դիմելով մասնագետին դուք կարող եք շատ մեծ հավանականությամբ ազատվել այս հիվանդությունից։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էր։ Մնացեք մեզ։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ես միանգամից ուզում եմ հրավիրեմ մեր մանկաբույժին Գայանե Հովհաննիսյանին, համեցեք, ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսօր խոսելու ենք մի հատ շատ կարևոր հետաքրքիր թեմայի մասին, որը կոչվում է հետծննդաբերական դեպրեսիա։ Երկար սպասված երեխա, բոլորը գոհ երջանիկ կարծես թե պետք է լինեն, բոլորը ուրախ են, երեխան ծնվել է, բերել ենք տուն, առողջ, լավ բալիկ է, բայց մաման անընդհատ տխուր է։ Մամայի մոտ հետծննդաբերական դեպրեսիա է։ Ինչ է սա իրենց ներկայացնում։ Երևի թե մեզ դիտող մայրիկների մեծամասնությունը կփաստեն, որ հետծննդաբերական շրջանում ունեցել են տրավմատիկ անկումներ տարբեր տեսակի եւ այստեղ պետք է տարանջատել հետծննդաբերական դեպրեսիա եւ baby blues կոչվածը։ Հետծննդաբերական դեպրեսիան համաձայն գրականության հիմնականում սկսում է ծննդաբերությունից հետո 4 շաբաթ հետո։ Մինչ այդ տեղ ունեցող տրավմատիկ անկումները, քնի հետ կապված, որի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել նաև վատ քունը, կնոջ օրգազմ տեղ ունեցող հորմոնալ խանգարումները, փոփոխությունները, դա հիմնականում անվանում են baby blues, որը անցողիկ է։ Եվ երբ խոսում ենք հետծննդաբերական դեպրեսիաների մասին, մենք արդեն ի նկատի ունենք 4 շաբաթ եւ ավել տևող տրավմատիկ անկումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն տրավմատիկ անկումով, այլ կնոջ մոտ ինքնասպասարկման, ընտանիքի անդամների հետ հաղորդակցման, աշխատունակության, երեխայի խնամքի, կրծքով կերակրման, անկման եւ նաեւ երբեմն ինքնավնասման սուիցիդալ մտքերի զուգակցումով։ Այդ աշճանի։ Պետք է նշել, որ նաեւ պատճառներից կարող են լինել մինչ այդ կնոջ մոտ եղած դեպրեսիան, որը քնի օրինակ բացակայության կամ այլ սոցիալ-էկոնոմիկ պատճառներով պայմանավորված կարող է սրվել։ Մեծ դերակատարում ունի նաև ընտանիքի կողմից կնոջը տրվող աջակցությունը, ընտանիքի եկամուտը եւ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է հետազոտություն ամերիկյան համալսարանի կողմից եւ նույնպես երկու հետազոտություն եւ տեսել են, որ այո, նշված ռիսկի գործոնները կան եւ կա հետծննդաբերական դեպրեսիա եւ տարածվածության ցուցանիշներ համընկնում են ըստ գրականության եղած ցուցանիշները մոտավորապես 13-ից 15%։ Դա բավականին մեծ է եւ կախված երկրներից ինքը կարող է թիվ ավելի մեծ կարող է լինել։ Օրինակ ցածր եւ միջին բարձր եկամուտ ունեցող երկրներում թիվ ավելի բարձր կարող է լինել։ Ինչ անենք, որ մամաները չլինեն տխուր, դեպրեսիայի մեջ չընկնեն, ընդհակառակը իրենք նմանվեն սոցիալական ցանցերում այն երջանիկ մամաների հետ, որոնք ընդհանրապես ոչ մի խնդիր չունեն, իրանց երեխաները ուտում են, խմբում են ժամանակին, ամեն ինչը նորմալ։ Նախ եկեք համոզենք, որ նման երեխաներ չեն լինում, իդեալական։ Իդեալական երեխա չի լինում, բայց ընտանիքի աջակցությունը, ինչպես նշեցինք, որպես ռիսկի գործոն բավականին մեծ դերակատարում կարող է ունենալ։ Այսինքն ընտանիքի աջակցության միջոցով կարելի է կնոջ քունը կարգավորել, օգնել երեխայի խնամքի հարցում եւ ժամանակին ախտանիշների հայտնաբերման դեպքում, երբ ընտանիքի անդամը կամ ամուսինը նկատում է կնոջ մոտ տրավմատիկ անկումները, դիմել
թե մանկաբույժի, թե հոգեբանի, որի միջոցով կարելի է համապատասխան խորհրդակցություն, երբեմն նաև դեղորայքային կորեկցիայի միջոցով դեղորայքի կորեկցիա լինում, այո, եւ կարելի է շատ հեշտությամբ կանխել հետագա ընթացքը հետծննդաբերական դեպրեսիայի։ Եթե ձեր տանը ծնվել է բալիկ, սա արդեն դիմում եմ ավելի շուտ հայրիկներին։ Եվ եթե դուք նկատում եք, որ ձեր կնոջ տրամադրությունը շարունակում է անդադ վատը լինել, դա նրանից 4 շաբաթ եւ ավելի։ Այո, 4 շաբաթ եւ ավելի, դա նշանակում է, որ մենք ունենք խնդիր, որ խնդիրը կարիք ունի ոչ թե թաքցնելու, անտեսելու, այլ ընդհակառակը այդ խնդիրը պետք է քննարկել։ Ինքը վատ մամա չէ։ Ինքը վատ մայր չէ, դա որոշակի պատճառներից առաջացած վիճակ է, որը կարելի է կարգավորել եւ կնոջը վերադարձնել սովորական կյանք եւ կինը վայելի իր մայրությունը։ Այնպես արեք, որ ձեր կանայք վայելեն իրենց մայրությունը, հետևեք նրանց, օգնեք նրանց, եղեք նրանց կողքին եւ միասին հաղթահարեք հետծննդաբերական դեպրեսիաները։ Ինչպես խորհուրդ է տալիս մեր մանկաբույժը Գայանե Հովհաննիսյանը, մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ հետ է գեղեցկության արվեստը։ Այսօր խոսելու ենք, թե ինչ հետազոտություն պետք է անել առաջնահերթ, եթե ունեք մազաթափություն։ Մազաթափությունը ինքը էսթետիկ խնդիր չէ, ինչպես շատերն են կարծում, դա լուրջ բժշկական մոտեցում է պահանջում։ Մենք բոլորս երբեմն առնչվում ենք այդ խնդրի հետ, եթե տեսնում ենք մեր մազերը չափից ավելի շատ է թափվում, մեր մազերը նոսրացել են, այսինքն գլխամաշկը ավելի պարզ է երևում, երբեմն կարող է տենց օջախներով թափված լինի, կամ ունենք գլխամաշկի ցանկացած խնդիր, թեփոտություն կամ դուրս տված ինչ-որ ցանավորում, նախ եւ առաջ պետք է դիմել մաշկաբանտրիխոլոգի, անցնել կլինիկական զննում եւ իհարկե կատարել տրիխոսկոպիկ հետազոտություն։ Ինչ է իրենից ներկայացնում տրիխոսկոպիկ հետազոտությունը, դա օպտիկական հետազոտության մեթոդ է, որը անվնաս է, ճառագայթում չի պարունակում, հետևաբար կարելի է ցանկացած տարիքում եւ նորածնային, եւ հղիության, եւ կերակրման շրջաններում մամաներին եւ այդ հետազոտության միջոցով մենք պարզում ենք, թե ինչ մազաթափության տեսակ ունի տվյալ պացիենտը։ Ըստ մազաթափության տեսակի արդեն կարող են ուղղորդվել այդ պացիենտները որոշ արյան հետազոտությունների եւ իհարկե դրանից է կախված մեր հետագա բուժման պլանը։ Հետազոտության ժամանակ պարզում ենք գլխամաշկի որոշ ֆունկցիոնալ փոփոխություններ, կլինի հյուսվածքային, անոթային կամ ցողունային, մասնագետը տեսնելով աչքով որոշ փոփոխություններ, կլինիկական զննման պատկերը նույնպես համադրելով արդեն տալիս է վերջնական ախտորոշում։ Ինչքան վաղ դիմել մասնագետին, այնքան մենք արագ կարող ենք կանխել մազաթափության խնդիրը եւ մեր բուժման արդյունավետությունը ավելի բարձր է լինում։ Դե ինչ ունենք առաջարկ սնվել հաճույքով, բայց միաժամանակ մնալ առողջ։ Եթե դուք այդ առաջարկը ընդունում եք, ապա ձեզ համար է հենց հաղորդման այս հատվածը, որտեղ մենք զրուցելու ենք էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանի հետ, ողջույն բժշկուհի, իսկ համեղ եւ օգտակար սնունդը մեզ ապահովելու է մեր խոհարար Նարինե Ալեքսանյանը։ Ողջույն Նարինե։ Ողջույն Վահե։ Այսօրվա թեման նվիրված է սթրեսին։ Եվ սթրեսի ժամանակ մեր սննդային վարվելակերպին միաժամանակ այն անհրաժեշտ սննդամթերքին, որը կարելի է օգտագործել, որպեսզի սթրեսային իրավիճակը այսպես թեթևացնել։ Սթրեսի ժամանակ ինչ է կանում, շատ եք ուտում նույն։ Ես հակառակը ավելի քիչ եմ ուտում։ Քնում եք։ Բայց եթե օրինակ աչքը շոյով ինչ-որ հետաքրքիր բան լինի, որ օրինակ մենք այսօր կպատրաստենք միգուցեև Մարդիկ սովորաբար շատ են սնվում սթրեսային իրավիճակում, թե հակառակը հրաժարվում են սննդից։ Երկու մասի են բաժանվում մարդիկ, մի մասը շատ է սնվում, մի մասը քիչ, բայց գերակշռողը շատ սնվողներն են, հատկապես քաղցրավենիք են շատ սիրում օգտագործել տվյալ ֆիլմերի մեջ կան, չէ՞, կերպարներ, որ ասենց տեսնում ես սթրեսային իրավիճակում սիրային այսպես ծանր մտորումների ժամանակ բազմոցին պարկած կողք ամբողջ սնունդը դրած ու պիցաների տուփերով եւ խմորեղեններով։ Այո, մարդիկ գերկալորիական սննդի են ձգտում սթրեսի ժամանակ եւ հենց քաղցրավենիքի, որպեսզի իրենց Ինչու՞։
Ինչ է ստիպում։ Քանի որ օրգանիզմը արագ էներգիայի կարիք է զգում, իսկ արագ էներգիա ստանում ենք քաղցրավենիքով ու ճարպային բարձր կալորիական սննդով։ Քաղցրավենիքն էլ ինքն իրենով գիտենք, որ սերոտոնինի աղբյուր է, հա, եւ ուրախության, հաճույքի հորմոնների մեծ աղբյուր է։ Ահա, աստորեն մեզ հաճույքն է պարասում այդ իրավիճակում։ Նայն է, ուրեմն, սենց ասեմ, դուք միևնույն է, անգամ ստրեսի պարագայում մնում եք ուրախ զվարթ, դրա համար հանկություն չի առաջանում ուտելու։ Այսօր մենք պատրաստելու ենք կանաչ աղցան, պանիր մոցարելա 50 գրամ, ավոկադո կես հատ, կանաչի 30 գրամ, դդմի սերմեր 2 գրամ, բալզամիկ քացախ 2 գրամ եւ կունճուտ, ընդամենը այսքանը, պարզ հասարակ։ Արդյոք սա կարող է մեզ ազատել ստրեսից։ Ինչպես ասացիք, բարձ հասարակ, բայց շատ առողջարար, օգտակար եւ հարուստ տարբեր միկրոէլեմենտներով, օրինակ մագնեզիումով, B խմբի վիտամիններով, հա, որովհետեւ կանաչեղեն չէ, ունենք այդտեղ նշեցիք, տրիպտոֆանով, որովհետեւ կատնամթերք կար, այնպես որ մեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը կարծում եմ, որ այդտեղ կան։ Բացի շոկոլադից։ Ինչ կապ ունի ստրեսը մեր էնդոկրին համակարգի հետ։ Քրոնիկական ստրեսը, Այդեպ մենք խոսում ենք քրոնիկական ստրեսի մասին, որովհետև փոքր ստրեսները իրականում դրանք դրական ազդեցություն են ունենում, այսպես խթանիչ չափով, ասում են ստրեսը կյանքի աղն է, եւ ժամանակ առ ժամանակ թեթև ստրեսային իրավիճակները հակառակը կարող են դրական ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի համար, բայց այ քրոնիկ ստրեսը արդեն սկսում է հյուծել մեր օրգանիզմը։ Ինչ է տեղի ունենում մեր էնդոկրին համակարգի հետ։ Քրոնիկ ստրեսը, երբ մեր ադապտացիոն մեխանիզմները այլևս չեն հերիքում, միացնում է հիպոթալամոս հիպոֆիզիար մակերիկամային համակարգ, այսինքն խախտում է հիպոթալամոս հիպոֆիզիար մակերիկամային համակարգի խախտում է լինում եւ գլյուկոկորտիկոիդները, այն որ շատ սիրում են մարդիկ ասել կորտիզոլը, որը ստրես հորմոն է, բայց նաեւ պաշտպանիչ հորմոն է մեզ համար, դա սկսում է բավականին շատ արտադրվել։ Դրա արդյունքում բնականաբար տարբեր խանգարումներ են տեղի ունենում։ Ստրեսը ինչ օգտակար նյութեր է գողանում մեր օրգանիզմից։ Տարբեր օգտակար նյութեր, հենց մեր ուրախության հորմոնները հենց նույն ինքը կարող է գողանալ, մենք մագնի պակաս կարող ենք ունենալ ստրեսի արդյունքում քրոնիկական, հետևաբար պետք է շատ ուշադիր լինել, գոնե փորձել սննդակարգով, բարձր ֆիզիկական ակտիվությամբ, հա, մաքուր օդով, չէ որ դա էլ ենք մենք խորհուրդ տալիս։ Ոչ թե բազմոցին պարտկել, ինքդ քեզ խղճալ, անընդհատ ուտել բարձր կալորիականությամբ սննդատեսակներ ու դրանով փորձել բարձրացնել տրամադրությունը, այլ դուրս գալ մաքուր օդի։ Այո։ Մի քիչ քայլել, ցանկության դեպքում վազել, ֆիզիկական ակտիվությունից հետո մտավոր ակտիվություն, ձեզ համար մի հատ լուրջ գործ գտեք, սկսեք աշխատել եւ վատ մտքերը կամաց սկսեն ձեզ լքել։ Բայց իհարկե չենք խոսում շատ չմոռանանք նաև դա ասել, որ ցանկացած երկարատև քրոնիկական ինչ-որ խնդրի դեպքում, նույն ինքը ստրեսի դեպքում պետք է մասնագետների դիմել նաև, չէ՞։ Մի բաժակ կաթորվա ընթացքում մի բուռ դդմի սերմ ճաշին եւ հանգիստ քուն։ Կարող է արդյոք այս բաղադրատոմսը օգնել ստրեսից դուրս գալուն։ Կարծում եմ, որ ինչ-որ կերպ դա մեզ կօգնի։ Ամեն դեպքում չի վնասի, միայն կօգնի։ Լավ, իսկ սննդակարգ ինչ կառաջարկեք։ Սննդակարգը պետք է, ինչպես նշեցի, հարուստ լինի մագնեզիումով, հա, կանաչեղենով, բազմատեսակ, կանաչ բույսերով, բանջարեղեններով, քանի որ քրոնիկ ստրեսը գործարկում է նաև օքսիդատիվ ստրես, հակաօքսիդանտ հատկություններով օժտված տարբեր սննդարար նյութեր պետք է լինեն, հա, մեր օրգանիզմում, դրա համար հատապտուղներ, մրգեր, բանջարեղեններ ենք խորհուրդ տալիս սեզոնային օգտագործել, մագնեզիումով շատ հարուստ են դդմի սերմերը, ինչը որ մենք ունենք այսօր չէ մեր բաղադրատոմսի մեջ, ինչպես նշեցի տրիպտոֆանով հարուստ սնունդ է պետք օգտագործել, օրինակ հնդկահավի, հավի միսն է հարուստ տրիպտոֆանով, կատնամթերքն է հարուստ, պինդ տեսակի պանիրներն են հարուստ։ Կարող ենք այս բոլորը ներառել։ Ներառում ենք այս բոլորը։ Եվ օգտակար ճարպեր։ Այո, ընդամենը ճիշտ սննդակարգ, ընդամենը առողջ սննդակարգ եւ պատկերացրեք, եթե դուք sense վատ տրամադրություն, ձեզ մոտ քրոնիկ ստրես է, բայց օրինակի համար հիմա նայում եք ու հասկանում եք, որ այն ինչ որ պատրաստեց Նարինեն, դուք նույնպես կարող եք ձեր տանը պատրաստել
եւ ունենալ այսպիսի հրաշալի ապսե ստրես տանում եք թե չէ, կարծում եմ, որ ձեր այն յուրաքանչյուրի մոտ հաստատ ախորժակը կսկսի հակառակ ուղղությամբ շարժվել եւ դուք անպայման կուզենաք առողջ սննդակարգով ապրել։ Քրոնիկ ստրեսը վատ բան է, այն հյուծում է մեր օրգանիզմը եւ դրա դեմ պետք է պայքարել։ Սկսում ենք ինքնուրույն, փորձում ենք ֆիզիկական ակտիվությամբ, առողջ սնունդով, փորձում ենք, ստացվեց, շատ լավ, չստացվեց, գնում ենք բժշկի մոտ ու օգնություն ենք խնդրում։ Ոչ մի ամոթ բան դրա մեջ չկա։ Սնվում ենք հաճույքով եւ մնում ենք առողջ։ Շարունակեք դիտել մեր հաղորդումը։ Շնորհակալություն։ Այսօր խոսել ենք մի համախտանիշի մասին, որը շատ հաճախ է հանդիպում, հոդի շարժունակությունը սահմանափակվում է, սեղմվում են հյուսվածքները եւ շարժումը լինում է սահմանափակ։ Հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, այսինքն հոդերի մաշվածության հետևանքով, գերբեռնվածության, երիտասարդ տարիքում է նաեւ հանդիպում։ Այս խնդրի դեպքում ինչա մեզ պետք։ Մեզ պետք է հոդի բեռնվածություն, ուսահոդի շրջանում, ուսը պտտող մկանների ամրապնդում։ Մենք պետք է մեր ուսահոտից բավականին բարձր, որպեսզի դիմադրություն լինի շարժման ժամանակ, արտաշունչով ձգում ենք մինչև ուսի մակարդակ, քիչ ներքև, դիմադրում ենք, ֆիքսում ենք 1, 2, 3, թուլացնում ենք, կատարում ենք 20 անգամ, 2 մոտեցումով յուրաքանչյուր կողմի համար։ Այս վարժության համար մեզ պետք է ծանրություն, դա կլինի գանտեր, թե ջրով լիքը շիշ, որպեսզի ծանրությունը ձգի ներքև։ Ինչ ենք անում։ Մի ոտքի վրա հենվում ենք, մյուս ոտքի հետ, մյուս ձեռքով հենման կետ ենք ունենում, քիչ կրացած, որովայնի մկանները հավաքած, որպեսզի ծանրաբեռնվածություն չունենան գոտկատեղին ու հոդի շուրջ դանդաղ շրջանաձև շարժումներ են կատարում, շնչառությունը ազատ եւ հակառակ ուղղությամբ։ Հաջորդ վարժությունը կատարում ենք պտտող մկանների ամրապնդման համար։ Մեզ պետք է ռեզին, մոտավոր ուսի մակարդակով պահած, ձեռքով մարմինը ֆիքսում ենք, ձգում ենք կատարում ռեզինի դիմադրելով դեպի ներս, արտաշունչ դեպի մեզ ֆիքսում ենք ամենակարևորը ուսահոդից ֆիքսած, որպեսզի հենց կոնկրետ աշխատի այն հատվածը, ինչը որ մեզ պետք է։ Նույնը կատարում ենք մյուս ձեռքի համար 20 անգամ դիմադրելով, քաշում ենք, ֆիքսում ենք։ Խորհուրդ եմ տալիս երիտասարդ տարիքից մարզվել, որպեսզի մեծ տարիքում չունենան խնդիրներ թե հոդերի հետ կապված, թե մկանային դիսբալանս։ Եղեք առողջ։ Մի տխրի, մի հուսահատվի, ամեն ինչ լավ է լինելու։ Ամփոփենք այսօրվա հաղորդումը, հիշեցնենք, որ մենք խոսում ենք դեպրեսիայից։ Դեպրեսիան պարզվեց, որ Հայաստանում այս կամ այն չափով դեպրեսիայով տառապում են մոտավորապես մարդկանց 40%-ը։ Դա նորմալ է, բայց դա լավ չի։ Եվ մենք հնարավորություն ունենք բժշկական օգնության միջոցով հաղթահարել համարյա 70-80% հավանականությամբ։ Շատ մեծ թիվ է։ Հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք մի նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը պահպանի իր առողջությունը եւ դուք բոլորդ լինեք առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։